աղջիկներս պատրաստեք համեղ բերանում հալչում սխալը դուք չկրկնեք Սիրելիներս, կարծես փոքրիկ քայլերով գնում ենք առաջ եւ այստեղ ինչպես տեսնում եք մի փոքր հատված ձեզ ցույց եմ տալիս, որ պատրաստ է մեր ոչ շատ մեծ փոքրիկ պահարանը, բայց կփորձենք այնպես անել, որ ամեն բան տեղավորվի։ Գիտիկ մի հատ կբարևես աղջիկներին, ո՞նց ես։ Լավ ես, ուր են գնում։ Գնում ենք անգլերենի գիրքը առնենք, թարգման ենք էլի։ Գնում ենք անգլերենի գիրք առնենք, հետո տեղատուն պետք է մտնենք մի քանի դեղեր կա գնելու, դա գնենք, գործեր ունենք արեցինք, դպրոցից վերցրեցինք, անգլերենի գնացինք, անգլերենից դուրս եկանք, հիմա գնում ենք անգլերենի գիրքը գնենք պարապմունքի համար նախատեսված սիրելիներս։ Հիշեցի, որ ես անալիզներ պետք է հանձնեմ ու մոռացել էի ժամկետ ունի, մեկ շաբաթ հետո լրանում է ժամկետը ու բժշկին գտնելն էլ շատ դժվար է այստեղ։ Հիշեցի, եկա դեղատունը հենց մոտ է գտնվում պոլիկլինիկային։ Հիմա իմ ժամը վերցնեմ ու գնանք տուն։ Այս երինես, այս երեխաների հետ դուրս գալը, արի մի հատ այստեղ տեսենք ինչ սիրուն բաներ կա, գնանք այս երեխաների հետ դուրս գալը, դա հավասարազոր է, չգիտեմ, մի խոսքով եկել ենք չինո, փոքրիկ մի բան գնելու, դա այդ փոքրիկ մի բանը որն է, չգիտեմ սիրելիներս, բայց փոքրիկ ինչ-որ բան է ուզում այս երեխան, շատ փոքրիկ, ասում է փոքրիկ բան եմ ուզում գնես մամա ինձ, մա գնանք տեսնենք այս փոքրիկ բանը որն է, իմ սենյակի համար ինչ-որ նկար եմ ուզում այսպես ընտրել, չգիտեմ ինչ, դե հիմա չեմ կարող գնել, բայց ընդհանուր այսպես աչքիս պոչով ինչպես ասում են անցկացնեմ, տեսնեմ ինչ հարմար մի բան կլինի, որտեվ ընդհանուր ֆոնը լինելու է սպիտակի մեջ, Քրիստինա, բայց մի բան պակասում է այս նկարում, երևի լավ կլիներ, որ աչքը փակ վիճակում լիներ, բայց սիրունա, հələ տեսնենք, արի ես կողմ գնանք, արի, ինչ մի փոքր բան ես ուզում, բայց տես, հա, փոքր բան, Քրիստինա, ոնց որ դու ես ասում, Como que los juguetes, խնդրեմ ասում որտեղ է խաղալիքների բաժինը, մեր տունը ամեն շաբաթ ես խաղալիքներից եմ ազատվում, այս երեխան նոր խաղալիք է ուզում, խաղալիք չկա Քրիստինա, նո, ոչ գիտի, խուգետը չէ, կապ չունի, մեր տունը ամբողջությամբ խաղալիք է, որ շարժվելու տեղ անգամ չկա, Voy, espera. Սա երևի Երիկը կսիրի գիտար։ Ոգի չգիտեմ, որ թեմատիկայով ասնել, այսպես շատ է սիրում ես ծովային թեմատիկայով խաղեր, փուզլներ, դեռ այսպես պահեմ ձեռքումից, եթե վերջնական որոշում գնել, կգնեմ, որտև այսպիսի այնքան շատ բաներ ունի։ Ինչ է, այս տիկնիկին գիտես, գիտի Հայաստանում տիկնիկներ կար, արամիկն ու դարի հիշի էտ մյուսի, սա նման է արամիկին, բայց ի տարբերություն այն մյուս տիկնիկները, այս տիկնիկները չեն խոզում, բայց գիտի ընկավ են ինչա ձեռքս հա։ Սա է սիրուն, Հայաստանում տիկնիկներ են վաճառում, սիրելիներս արամիկը և մյուսի անուն աղջկա անուն ինչ էր, ես չեմ հիշում, եթե խնդրեմ կգրեք անունը, որ սեղմում էիր, խոսում էր, ասում էր ես արամիկն եմ, ինչ-որ հարցեր էի տալի, պատասխանում էր, այ տիկնիկի հետ ենք, արի գնացինք, տիկ, այստեղ ոչ մի բան չկա բալ, Սպասում եմ քեզ, արի։ Սիրելիներս, բարի երեկո։
Այստեղ են ասել, եկավ իմ աստեղային ժամը։ Էրիկը քնեց Վիկտորիան այսպես մի փոքր ոչ լավ դասերն արեց, բայց այսպես ջութակը այսպես հետո ասացի Հելեն ջան խորը շունչ քաշի, հիմա այսպես Շրեկն է նոր սերիան է դուրս եկել, Արտուրի հետ աղջիկները դա են դիտում, ճիշտ ասած կարող է ես էլ նստել, դիտել ու ոչինչ չանել, բայց որոշեցի, որ ինչ-որ մի համեղ բան եմ ուզում պատրաստեմ, հասարակ սովորական այսպես բիսկվիտային, բայց կամ նարնջի համով, կամ կիտրոնի համով ու որոշեցի, որ պետք է պատրաստեմ կիտրոնի համով։ Այսպես լավ հյութեղ կիտրոն ունեմ, որ անգամ ափսոսում եմ, որովհետև գիտեք առավոտները անպայման սոված փորին, եթե շատ մեծ է լինում 1/4 մասն եմ օգտագործում, եթե փոքրիկ է լինում կեսն եմ օգտագործում ու ավելացնում եմ կես թեյ գտալ մաքուր մեղր։ Ու դա սոված փորին խմում, անցնում է 20 րոպե, արդեն կարող ենք նախաճաշել։ Այդպես ասացի ասեմ, որ հանկարծ եթե հարցեր լինեն, հա, ուրեմն իմանաք ինչպես եմ օգտագործում։ Ամռանը չիայել էի խառնում, հիմա որ այսպես ալարում եմ առավոտյան վեր կենալ, չիան նախորդ պետք է խառնես, թողնես 10-15 րոպե, հետո նոր խմես։ Բայց քանի որ այսպես ալարկոտ վեր եմ կենում արագ-արագ, կիսատ պրատ ինչ-որ գործ եմ անում, դրա համար հիմա միայն մեղր ու կիտրոն համադրություն եմ խմում։ Քիչ տաքերն ընկնեն, նույնիսկ կանցնեմ չիային, որովհետև չիան ավելի այսպես կարծես հարվածում է, հա, այդ օրգանիզմի մեջ հավաքված այդ տոքսիկ թունավոր նյութերին, շլակներին դուրս է բերում, բայց փաստորեն է փաստ, որ հիմա ժամանակ չունեմ թողների չիան, բայց այդպես է ստացվել։ Հիմա ուզում եմ կիտրոնով բիսկվիտ պատրաստել, այսօր այսպես խառնաշփոթ օր եմ ունեցել, եկել եմ տուն, երեխաներին դպրոցից վերցրել, հետո տարել անգլերենի, հետո ետ եկել հասկանալով, որ չգիտես ինչու հեռախոսից Մարկոսն ինքն իրեն անջատվել, վերջացել ու անջատվել էր, մամայի դեղերն էլ քանզի մեջն էր, անվանումն չէի հիշում, ստիպված ետ եկա, հետո հիշեցի, որ ինձ անալիզների տարին մեկ անգամ իմ համար անալիզներ են, ես բժշկի մոտից վերցնում եմ, ընդհանուր արյան անալիզ, ստուգելու օրգանիզմի վիճակը, անկեղծ լինեմ, երբ որ մամային դա առաջարկում, ասում է, չէ, իմ հետ գործ չունես, ես լավ եմ, առողջ եմ, չեմ ուզում, բայց Հայաստանում երբևիցե անգամ այսպես մտքովս չեր անցնի դա անել, վախենում էի ուր թե մնաց անալիզներ, թեպետ եւ 20 տարեկան, 18-19 տարեկան բնականաբար այդ տարիքում ոչ այնքան հասուն ես, որ մտածես առողջությանդ մասին, որ ամեն կերպ անես, որ առողջ մնաս, այն էլ մեր օրերում։ Ինչևէ սիրելիներս, տարին մեկ անգամ այստեղ անալիզներ հանձնում եմ, զգում եմ ամեն բան լավ է, կամ ինչ-որ վիտամինի պակաս եւ այլն, թեպետ այստեղ միշտ ասում են լավ է, գրեթե պարկածո։ Այդպես ասացին փետրվարի սկիզբ նոր, եթե զգամ բան է, ուրեմն կմնամ տանը, չգիտեմ, բայց անալիզը, արյան անալիզը վերցրել եմ առավոտ շուտ, ազալ ու գալ երեխաներին տանեմ դպրոց, դա այդպես, հետո եթե զգամ, որ ինձ լավ եմ զգում, ուրեմն կգրամ նաև աշխատանք, եթե ոչ, ապա մեկ օր կմնամ կամ իմ հաշվին, կամ արձակուրդիցս դուրս կգա, կամ կտեսնենք, հա, դեռ որպես այդպեսին, որ ժամանակից առաջ չընկնենք։ Սիրելիներս, եկեք իրար հետ բիսկվիտը պատրաստեմ եւ հետաքրքիր կլինի, շատ բարձ արագ բաղադրատոմս է երևում, ես էլ եմ առաջի անգամ պատրաստելու, YouTube-ով եմ նկատել այդ բաղադրատոմսը, միասին պատրաստենք, ճիշտ ասած բաղադրիչները անգիր չգիտեմ, հիմա բաղադրիչները կպատրաստեմ, որպեսզի հեշտ լինի, հետո վլոգի ներքևի հատվածում բաղադրիչների գրամները կնշեմ, որպեսզի դուք էլ պատրաստեք։ Դա էլ այդպես, գնացինք պատրաստելու սիրելիներս։ Սիրելիներս, վերջ բաղադրիչները պատրաստել եմ, փորձեմ հիշելով ասել, եթե զգամ, որ սխալ եմ ասում, ապա անպայման հոլովակի ներքևում կտեղադրեմ բաղադրիչների քանակ 120 գրամ անհրաժեշտ է։
փափուկ սենյական ջերմաստիճանի կարակ, 250 գրամ ալյուր, 50 մլ թարմ կիտրոնի հյութն է, այստեղ քամազը հարկավոր է 200 գրամ, կաթը հարկավոր է 100 մլ, պտղունց աղ ենք դնելու, 1 թեյ գթալ վանիլին, 1 թեյ գթալ փխրեցուցիչ և 1 ամբողջական կիտրոնի կեղևն է զգուշությամբ արեք, որպեսզի այն սպիտակ շերտը դուրս չգա, որպեսզի դառնություն չհաղորդի թխվածքին։ Առաջի բանը, որ անելու ենք, կարագը խառնելու ենք շաքարավազի հետ, հարկավոր չէ ոչ միքսեր, ուղղակի ձեռքի հարիչով խառնելու ենք։ Ոյ, սիրելիներս, հավկիթն եմ մոռացել, հավկիթը սպասեք մի հատ այսպես կախարդանք անենք, հավկիթն է գա։ 1, 2, 3։ Ահա, հայտնվեց մեր հավկիթը։ Հիմա սկսենք նորից։ Ուրեմն կարագը խառնելու ենք շաքարավազի հետ, որպեսզի դառնա կրեմային զանգված։ Այնուհետև ավելացնելու ենք հավկիթները 1-1-ականով, որպեսզի ավելի հեշտ լինի խառնել։ Հետո ավելացնելու ենք կիտրոնի կեղևը, պտղունց աղը, կաթը, ավելացնելու ենք ալյուրը փխրեցուցիչի հետ և վերջում դնելու ենք կիտրոնի հյութը։ Եվ տեղափոխելու ենք նախապես տաքացված ջեռոցում պատրաստվելու։ Դի շաքարավազը, հա, զգուշ։ Ես ես տնեմ, մյուսը դու, հերթովանենք։ Okay, tuna Jones. Հիմա դրեցինք շաքարավազը, կեղևը։ Մի հատ ես խառնեմ, մի քիչ համաստեղ դառնա, տամ քեզ Կրիստինա, լավ։ Պետք է ստացվի։ ¿Y de qué va a ser la tarta? ¿Y de qué va a ser la tarta? Էլիկի ծնունդի։ No, de eso. Տարտա լիմոն։ Պարքե, չես սիրում տարտա լիմոն։ Բայց մի հատ կփորձես, բայց կարող է քեզ դուր գա։ Ջուն։ Կրիսպասի դες դժվար է։ Ay. Ոյ, կներես։ Ինձ մոտ, եթե անկեղծ լինեմ, կարագը սառնարանից է դուրս բերված, բայց դրանից ոչ մի բան չի լինի, հա, ուղղակի այսպես դժվարությամբ է խառնվում, դրա համար իդեալում կարագը որ կես ժամ դուրս բերեք, որպեսզի դառնա սենյական ջերմաստիճանի, այսպես ինպես չտանջվեք, սիրելիներս։ Ես կարծում եմ, որ շատ համեղ կլինի։ Դու կամանց արա, կամանց։ Չէ, այնպես է, որ աղջիկները տեսնեն։ Երևում է։ Դու կամանց խառնի։ Մի րոպե ես ես մեջին եմ, մի րոպե, բայց տես մնացել է մեջը։ Դուրս բերենք, այսպես սիրելիներս։ Համառ կարագ է, տեսնում ես։ Չէ, չես կարողանում, կտաս մամային, որտեղ դժվար է, Կրիստի։ Սիրելիներս, ավելացնում ենք հերթով հավկիթները, 1 ական։ Մի րոպե, դե փորձի, եթե կարողանաս արա, բայց դժվար է, Կրիստինա ջան։ Կարծում եմ, եթե այդպես շարունակվեց, վերջում խաղարական ալիքը Կրիստինային է լինելու։ Հիմա ավելացնում ենք կաթը, կամանց խառնի, որտեղ արդեն թույլ կստացվի, միամիտ կթափվի։ Ավելացնում ենք կաթը, ու մաման կամանց զգուշությամբ ալյուրը կավելացնի, դու էլ խառնես։ Հիմա հիշում եք, չէ, ավելացնելու ենք ալյուրի հետ 1 թեյ գթալ, սիրելիներս, փխրեցուցիչ։ Ահա, բավական է։ Ու խառնում ենք։ Դու խառնի, բայ։ Խանգարում եմ քեզ։ Nope.
Կամ անց, հա, ոչինչ, բայց գուշ բայ, որ չշարժվի, լա։ Այսպես լավ խառնում ենք սիրելիներս, ինչքանով որ հնարավոր է համասեր դարձնենք։ Կրիստինան հիմա օպերատորի դերում է, դասա այս պահին ես, որ մի հարևանը գիշերվա ժամը 10:30 որոշեց, որ պետք է լվաց բռի։ Ահա, այսպես վերջ պատրաստ է։ Հիմա ավելացնում ենք ամենավերջ Ես եմ բաղադրիչը, հա, դու ես ավելացրել։ Ու ես եմ հանել։ Հա, դե ավելացրու։ Տոդո։ Հա, ամբողջը։ Զգուշ։ Ապրի Կրիստինան։ Մի հատ իլվացարանի մեջ նորմալ։ Հասանք վերջնակետին սիրելիներս։ Դե խառնի։ Հետո սա կդնենք կեփվի, դու կգնաս, կլվացվես, ատամներ կլվանաս, կպարկես, կքնես, առավոտյան վեր կկենաս, վալյա, պատրաստ կլինի։ Հա, մուկիկ։ Հա, հա, դե խառնի մաղջիկ։ Ապրես, հոգնեցիր, չէ։ Նո։ Ապրես։ Փոքր ուզում ես փորձիր։ Աղջիկներս, ֆորման ինձ մոտ 20 դիամետր է, սպասի, մի րոպե ես վերջացնեմ, պատել եմ կարակով և ցողել եմ ալյուր։ Հիմա ջեռոցը նախապես տաքացված է, հենց սկսում եք սա պատրաստել, ջեռոցը միացրեք։ Հիմա սա մասան ուղարկենք այստեղ և տեղափոխենք ջեռոց, թխվելու ամեն մեկինս տարբեր է, բայց մոտ 20-ից 25 րոպե փորձեք փայտիկով, եթե պատրաստ չէ, ապա նոր շարունակեք եփել։ Սիրելիներս, իսկ վրան էլ պատելու ենք խտացրած կաթով և մոտ 3 ճաշի գթալ կիտրոնի թարմ հյութով։ Այստեղ ավելացրել եմ կիտրոնի թարմ հյութը խտացրած կաթի վրա և ցույց է տալիս, որ այսպես խառնում է, սույնքը սկսում է այսպես պնդանալու, իսկապես տեսեք, դարձավ կրեմի նման։ Ահա։ Սա դնելու ենք տորթի վրա։ Տեսեք սիրելիներս, այ այսպիսի պինդ կրեմա նման զանգված ստացվեց, պատկերացնում եք, ավելացրել եմ ընդամենը 2 բաղադրիչ, խտացրած կաթ և կիտրոնի թարմ հյութ։ Արտակարգ է ուղղակի։ Սիրելիներս, վերջ բիսկվիտը դուրս եմ բերել, հիմա պատենք մի հատ կրեմով։ Աստված, իմ այնքան տարօրինակ ձայներ են գալիս, մեր կողքը բնակարանը գնել են հնդիկներ։ Սիրելիներս, նախ, ինչպես գիտեք, Եվրոպայում ժամը 11-ից հետո չի թույլատրվում, որպեսզի աղմուկ լինի։ Հիմա այս մարդկանց լվացքի մեքենան կարծես դհոլի ձայն լինի, սիրելիներս, ես չեմ հասկանում, դա ինչ է, այս գիշերվա կեսին էլ այնպես է հարվածում, հիմա, եթե իմ երեխաները հանկարծ ու հանկարծ փորձեն խաղալ մի փոքր ավելի աղմկոտ, օրինակ Երիկը փորձի տանը ճաշասենյակում ցերեկվա ժամին, չգիտեմ, կամ սամակատ, կամ իր մոտոն, հա, երեխայի հետ աշխատում, որպեսզի քշի, վայ, ներքևի հարևանը կսկսի դուռը թակել, թե բա խանգարում եք եւ այլն, բայց հիմա որ այս գիշերվա ժամը 12-ն է լինում, այս լվացքի մեքենան այսպես աղմկում է, ոչ ոք ձայն չի հանում, դրա համար ասում եմ, չէ, միշտ այսպես թույլերի վրա է մարդկանց ուժը պատում, հիմա իմն է, վերսիերն է ասել խոսելով այսպես կրեմնել, դրեցինք, ով կմտածեր, որ սա խտացրած կաթ է ու կիտրոն, թվում է, թե կրեմ է պատրաստած, բայց չէ, համնել այնքան հետաքրքիր է, չգիտեմ, սիրելիներս, դեռ չեմ կտրել, տաք է չեմ դեռ կտրի, որովհետև
միշտ տաք ժամանակ, երբ որ տաքությունը դուրս եկած չի լինում, իր իրական տեսքին եկած չի լինում տորթը եւ հետեւաբար պետք է սպասել, որպեսզի սառչի, հետո նոր կտրեք։ Հիմա ուզում եմ հասկանալ, ինչով կարելի է ձևավորել վրան։ Մի հատ հասկանամ ու գամ ձեզ մոտ։ Եկեք կիտրոնի քերուկ էսպես ուղղակի մի փոքր դիզայնի համար քերում։ Էսպես սորտն է արդեն պատրաստ։ Առավոտյան վեր կգնանք նախաճաշին կկտրատեմ սուրճի հետ, կարծում եմ, որ հիանալի կստացվի ու ձեզ էլ ցույց կտամ։ Աղջիկներս, այս սիրուն ֆոնի վրա եկեք մի հատ մեզ գեղեցկացնենք։ Դրել եմ այստեղ կեֆիր, դուք կարող եք դնել մածուն։ Եվ ավելացրել եմ խմորիչ։ Հիմա այս ամենը խառնում եմ, որպեսզի դառնա համասեր զանգված, խմորիչը մի փոքր կակտիվանա, այսպես թթվասերի նման զանգված է ստացվելու։ Դեմքը մի լավ սկրաբ ենք անում, լվանում ենք դեմքի համար նախատեսված հեղուկով։ Ես սկրաբը պատրաստելու եմ հետևյալ կերպ. կես թեյ գթալ սոդա, կես թեյ գթալ ատամի մածուկ եւ լվացման դեմքի համար նախատեսված լվացման հեղուկը։ Խառնում ենք իրար, դեմքը թրջում եւ սկսում ենք մերսել, որպեսզի մեռած մաշկը դուրս գա, ազատվի սև կետերից, հիանալի սկրաբ է։ Արդեն ես ձեզ հետ խոսեցի, այստեղ դարձավ համասար զանգված, չի էլ նկատվում, որ այստեղ խմորիչ կա։ Ահա, վերջ։ Սա մի փոքր թող հանգստանա, այդ ընթացքում ես ինձ թեյ կպատրաստեմ։ Իմ ժամն է սա սիրելիներս, բոլորը քնած են, փողանա գնամ, քնեմ հանգստանամ, եկել ձեզ խանգարում եմ, եթե խանգարում եմ, ասեք տեսնեմ սիրելիներս։ Ահա, վերջ, սա թող մնա մի կողմ, այսպես, բայց չէ, եկեք մի հատ կտրեմ, արդեն սարել է, կտրեմ, տեսնեք ինչպիսին է ստացվել, հետո չասեք, Էլենը ցույց տվեց, այսպես ոնց կլինի, եկեք ցույց տամ, կտրեմ, մեկ վայրկյան, Էլեն ջան, ես ինչ էլ մեծ դանակ գտար, ու ինչ փափուկ է երևում սիրելիներս, դե հիմա որ ես այս ժամին, սա թեյի հետ ուտեմ, ու մոտ 250 գրամ կալորի ավելացնեմ, բադը ճիշտ կլինի, հապա ասեք տեսնեմ, հիմա մի հատ դուրս բերենք, կտրել ենք գոնե, վաու, դեռ տաք է սիրելիներս, մի հատ այստեղ տեսեք, փամփլիկ, սպիտակ, ձյունը դարդ է ստացվել, սպիտակ բերեմ, որ տեսնեք, անպայման պատրաստեք, այնքան հեշտ բաղադրատոմս է, սպունգի պես, սիցել էսպես է սիրելիներս, արտակարգ է, անմահական, մի հատ իմ սիրելի կարկադեով թեյը պատրաստեմ, ու ոչինչ, որ շատ ուշ է, ոչինչ, բան չկա։ Սիրելիներս, ու ոչինչ, որ ուշ է։ Մի հատ փորձենք, տեսնենք ոնց է ստացվել, ուզում եմ վերևից փորձել, հասկանալ կրեմը շատ այսպես պրինտային թթու է, թե միջի։ Աղջիկներս պատրաստեք, համեղ բերանում հալչում է, չեմ էլ սպասի, որ թեյս մի փոքր սառչի, իսկապես անկեղծ եմ ասում, այս ինչ համեղ է, ու շատ արագ պատրաստվող է, շատ, փխրուն, տեսեք,
Արտակարգ սիրելիներս, որ եթե պատրաստեք մեկնաբանությունում կգրեք տեսնեմ ձեզ դուր եկավ, թե ոչ։ Պատկերացնում եք գիշերվա ժամը 12-ն է ու ես այսպիսի թխվածք եմ ուտում, որտեղ որ մեջը կա շատ կարագ, բավականին այսպես հագեցած բաղադրիչներ, բայց դե ոչինչ թաքուն մնա մեր մեջ, ոչ ոք չի իմանա, միայն ես ու դուք։ Իմ այս սխալը դուք չկրկնեք։ Սիրելիներս, այսօրվա օրն էլ այսպիսին էր, վլոգներ այսպիսին էր, միգուցե ոչ այդքան հագեցած, տան առօրյա այսպես փոքրիկ վլոգ ստացվեց, ես կասեի ավելի շատ խոհանոցային, բայց դե այդպիսի օրեր են լինում, ինչ կա տվյալ պահին, այն էլ սիրելիներս ձեզ ցույց եմ տալիս։ Այսօր Արտուրը մեր ննջասենյակի պահարաններ հավաքել, բավականին լավ է ստացվել, կարծեմ 1-2 կադր այդ հատվածներից նկարել եմ, ասաց վաղը վերջապես կգամ պատուհանները փոխելու, այնտեղ այսպես մեծ խնդրահարույց դա է և մի քանի այսպես փոքրիկ բաներ կան արդեն, որը որ լուծելի է, եթե պատուհանները փոխեցին, վստահ եմ, որ մենք վերջ հունվարն անցկացնելու ենք այս տանը, որտեղ անցկացրել ենք 10 տարի, ճիշտ է իմը չէ, բայց սովորել էի այստեղին, երեխաներս այստեղ են ծնվել, այստեղ են մեծացել, բայց ոչինչ, այդպես էլ է լինում, կյանք է, կարևորը որ առողջ լինենք, նորից կստեղծենք, այսպես աստիճաններ է, հա, ավելի լավ է բարձրանալուց, ավելի լավին բարձրանաս, հիմա այստեղ ես երկար չխոսեմ, գնամ դիմահարդարումս մաքրեմ, դիմահարդարում ասվածը միայն շրթներկյա ու աչքերին է, գնամ դիմահարդարումս մաքրեմ, դիմա կդնեմ ու ես էլ գնամ հանգստանամ, բոլորիդ բարի գիշեր եմ ցանկանում, կհանդիպենք հաջորդ վլոգում սիրելիներս, բարի գիշեր։